Բաղրամյան, հանձնաժողովի հարգելի անդամներ, ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ ծրագրի վարկային վարկին համաձայնություն տալու նախագիծը, ինչը նպատակ ունի զարգացնել կայուն դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար, ինչպես տեղյակ եք 2024 թվականի կեսերին կառավարությունը հաստատեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար և ծրագիրը գործում է, նշեմ, որ շուրջ 1600 և ավել ընտանիքներ արդեն ձեռք են բերել իրենց բնակարանը կամ տունը և ունենք մոտավորապես 2200 ընտանիքներ, ովքեր ստացել են հավաստագրերը ծրագրի շրջանակում և փնտրում են և շուտով ձեռք կբերեն իրենց բնակելի տունը կամ բնակարանը, նշեմ նաև, որ ծրագիրը թույլ է տալիս իրականացնել կառուցապատում և կարող են ձեռք բերել հողատարածք, որի վրա կկառուցվեն այդ բնակելի տները և այս ծրագիրը, որ հիմա ներկայացնում ենք ձեզ, ուղղված է այդ միջոցները ֆինանսավորելու համար, նշեմ, որ ծրագիրը իրականացվում է առևտրային բանկերի միջոցով, հիպոթեկի գործիքի միջոցով, 10 տարի մարման ժամկետով և ամբողջ թե մայր գումարի, թե տոկոսագումարների վճարումը իրականացնում է բացառապես պետության կողմից և այս միջոցները ըստ էության գալիս են ֆինանսավորելու այդ ծրագիրը, մի քանի պայմանների մասով նշումներ անեմ, ուրեմն վարկի գումարը կազմում է 250 միլիոն դրամ, դոլար ներողություն, ուրեմն վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, որից առաջի 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է, մասհանումների վերջնաժամկետը 2030 թվականի դեկտեմբերի 31-ն է, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը SOFR պլյուս 0.8% մարժա և այն հաշվի առնելով, որ հոկտեմբերի 30-ին ձևավորված SOFR-ի տոկոսադրույքը 4.04% է, վարկի տոկոսադրույքը կկազմի 4.84%, իսկ չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է տարեկան 0.15% դրույքաչափ և վճարումները կատարվում են տարեկան 2 անգամ կիսամյակային պարբերականությամբ, այսինքն սկսած 2035 թվականից վճարումները պետք է սկսեն իրականացվել հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին, թերևս այսքանը, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ, կներեք, մի բան էլ նշեմ, որ այս ծրագրին զուգահեռ նաև ունենալու ենք դրամաշնորհ 16 միլիոն 450 ԱՄՆ դոլարի չափով, որը տրամադրվելու է արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցներից, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, պարոն Խաչատրյան, ես պետք է խնդրեմ մի քիչ մանրամասնեք եւ որպեսզի նաեւ քաղաքացիները հստակ հասկանան ինչի մասին է խոսքը եւ ինչի համար է պետությունը օրինակ վերցնում այս պարտավորությունը, այն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների, այսինքն բնակարանային ֆոնդը ապահովելու համար է, պարոն Խաչատրյան, եւ կխնդրեի նաեւ պայմանները մի քիչ ավելի հստակ ասեիք, որպեսզի հասկանանք ինչպես են օգտվում քաղաքացիները դրանից, եւ դուք նաեւ իմ մոտ հարց կա, դուք նաեւ նշեցիք, որ առևտրային բանկերի միջոցով է վարկավորումը իրականացվում, արդյոք պետությունը, այսինքն իդեմս կարծում եմ ֆինանսների նախարարության
ունի սահմանափակում վարկային տոկոսադրույքի հետ կապված, թե մենք թույլ ենք տվել առևտրային բանկերին ինքնուրույն որոշել այն տոկոսադրույքները, որոնցով տրամադրվելու են տվյալ վարկերը։ Եվ ընդհանուր առմամբ խնդրում եմ մի քիչ մանրամասնել ավելի քաղաքացու տեսանկյունից եւ նաեւ այս տոկոսադրույքի տեսանկյունից, ինչի ես հարցրեցի, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան, ուրեմն ծրագրի մանրամասները հետևյալն են, նախ ընտանիքի կազմը, ընտանիք ենք համարում այն միավորը, որը այսինքն կին եւ ամուսին, որոնք գտնվում են գրանցված ամուսնության մեջ եւ իրենց հիմա շարունակում եմ կին եւ ամուսին, որոնք գտնվում են գրանցված ամուսնության մեջ, ինչպես նաեւ նրանց անչափահաս երեխաները, սա համարում ենք միավոր ընտանիք, այսինքն չի կարող ընտանիքը առանձին դիմել եւ ստանալ տարբեր բնակարանային աջակցություն, եթե դիմում է ընտանիքը պետք է դիմի որպես մեկ ընտանիք։ Մենք ընտանիքին աջակցությունը տրամադրում ենք հետեւյալ տրամաբանությամբ, տվային միջավայրում ընտանիքը դիմում եւ նույն րոպեների ընթացքում ստանում է հավաստագիր էլեկտրոնային, որը պարունակում է QR նշում, այդ հավաստագիրը ընտանիքը ներկայացնում է բանկ, ֆինանսավորող բանկ, որը այս պահին 6-ն են մեզ հետ պայմանագիր ունեցող առևտրային բանկերը եւ ցանկացած բանկի միջոցով իր նախընտրած բնակավայրում եւ իր նախընտրած տունը գնելու համար բանկը իրականացնում է հիպոթեկային վարկավորում։ Այսինքն ներողություն միջանկյալ հարցամ, այսինքն դա կարող է լինել բնակարան Երևանի կենտրոնում։ Երևանի հետ կապված կա բացառություն առաջին գոտի եւ երկրորդ գոտին ոչ եւ մնացած մասերում Երևանի, այո, նշեմ, որ Երևանում եւ Երևանին հարակից համայնքների բնակավայրերում մեկ անձի գծով աջակցության չափը կազմում է 3 միլիոն դրամ, մայր գումարի մասը եւ դրան հաշվեգրվող տոկոսագումարները այսինքն ավելանում են եւ դա նույնպես վճարում է պետությունը, շուրջ 650 բնակավայրերում 4 միլիոն դրամ է նախատեսում ծրագիրը մեկ անդամի համար եւ ունենք մոտ Ներողություն, մեկ անդամի, ընտանիքի մեկ անդամի համար մայր գումարի մասով 3 միլիոն կամ 4 միլիոն աջակցություն, այսինքն եթե ընտանիքը կազմված է 4 հոգուց եւ մարզի մասն ենք խոսում օրինակ 16 միլիոն ի սկզբանե տրամադրվում է ընտանիքին որպես մայր գումարի եւ հետո մի հատ էլ եթե ավելանում է վարկային մաս, այդ վարկի տոկոսագումարները նույնպես վճարում է պետությունը եւ այդ դա գործում է նաեւ այն պարագայում, եթե դա Երևանում է ոչ առաջի եւ երկրորդ գոտում, բայց երրորդ գոտում։ Իսկ ներողություն, այդտեղ գնային օրինակ, այսինքն ստացվում է, որ եւ տոկոսագումարների բանի սահմանափակման մասով մի հատ կասեք, կա այդտեղ սահմանափակում թե ոչ։ Այո, մենք բանկերի հետ ունենք պայմանագիր, տոկոսադրույքը 13% է, բայց որոշակի կապ կա վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ, այսինքն եթե այն նվազի ժամանակի ընթացքում դա ենթակա է նվազեցման, այսինքն որոշակի հարաբերակցության մեջ է գտնվում։ Ես շարունակեցի, բացի 4 միլիոնից ունենք եւս մոտ 250 բնակավայր, որտեղ մեկ հոգու համար նախատեսել ենք 5 միլիոն դրամ, այսինքն այդտեղ նաեւ կան քաղաքային բնակավայրեր, օրինակ Գորիս բնակավայրում կարելի է գնել տուն եւ մեկ անդամի հաշվով 5 միլիոն դրամ կստանա ընտանիքը աջակցություն։ Արդեն իսկ ինչ վիճակագրություն ունեք, պարոն Խաչատրյան, օրինակ քաղաքացիները, ովքեր ստացել են այդ բնակարանները, հա, կամ ինչպես նշեցիք, 1000 քանի հոգի,
Դուք նկատի ունեք 1000 քանի հոգի այդ Հոգի չէ, ընտանիք։ ընտանիք, այդ ընտանիքներն են, ովքեր վարկավորմամբ են ստացել, թե դուք գումարային ասում եք նաև, որովհետև մարդկա կարող է այնպեսի բնակարանա ձեռք բերում, որ իր ընտանիքի անդամների, այսպես ասած, մայր գումարի մասը արդեն իսկ ծածկում է իր բնակարանը, եթե կա տենց բնակավայր, որտեղ օրինակ ավելի մատչելի բնակարանա ձեռք բերում։ Ինչ ստացվում է, որ ամբողջությամբ պետությունը ի սկզբանե այդ դեպքերում ստացվում է ֆինանսավորում։ Հիմա կարող եք ասել, ունեք վիճակագրություն։ Վիճակագրությունը 1631 ընտանիք ծրագրի շրջանակում վարկավորել եւ ստացել է բնակարան։ Սա միայն վարկերն են։ Այո, Իսկ այն մնացածը, որոնք առանց վարկի են։ ծրագրի պայմանը այն է, որ ընտանիքը չպիտի ունենա այլ բնակարան, այսինքն եթե ընտանիքը արդեն ապահովված է իր սեփական։ Պարոն Խաչատրյան, հարցս դա չի։ Հարցս հետևյալն է. կա արդյոք ընտանիք, ով ընտանիքի անդամների մայր գումարի հասանելի գումարով արդեն իսկ կարողացել է ձեռք բերել տուն, որի համար հավելյալ վարկավորում կարիք չի եղել։ Տեսեք,